Նիկոլ Փաշինյան, գիտես, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին։ Պատկերացրու գնում ես բանկ վարկ վերցնելու։ Քեզ ասում են, ընկեր ջան, եկամուտը քիչ է, գնա մի երաշխավոր բեր։ Դու էլ ասում ես երաշխավոր չունեմ, կլինի գնանք մեր թաղապետի մոտ։ Ինքը որպես վկա ստորագրի, որ տեսել է, ու ես փողը վերցնեմ։ Ինչ է կարծում, բանկը կտա փող։ Բնականաբար ոչ։ Կասի դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Գնում ես ու բերում ես մի երաշխավոր։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության հարցում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար երաշխավորներ պետք չեն։ Վկայի ստորագրությունը բավարար է։ Լուրջ։ Հա Նիկոլ Փաշինյան։ Այսինքն մեր պետության ու ժողովրդի ճակատագիրը պետք է որոշվի վկայի ստորագրությամբ, այն էլ այնպիսի պետության հետ խաղաղություն կնքելու դեպքում, ով իր նպատակները չի փոխել ընդհանրապես։ Դե այդ դեպքում թող բանկերներ սկսեն փողոցից մարդ կանչեն, ասեն արի վկա եղի, որ օրինակ Պողոս Պողոսյանը վարկ է վերցնում, ու փողը առանց ոչ մի բան այդ մարդուն տան։ Չեն անի։ Ինչի՞։ Որովհետև այդտեղ ռիսկ կա։ Ժողովուրդ ջան, մեկ անգամ եւս փաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը խաղաղության հետ կապ չունի ու չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Կրկնում եմ, կրակոցների բացակայությունը դա խաղաղություն չի։ Առանց երաշխավորների խաղաղությունը դա խաղաղություն չի։ Դա հերթական թակարդն է, որի մեջ Հեյդարի որդին ու Նիկոլը ուզում են գցեն կրկին անգամ հայ ժողովրդին։ Հիշեք, Սամվել Կարապետյանը միակն է, ով Հայաստանի անվտանգության համար կարող է ապահովել մի քանի երաշխավորներ։ Միակն է, ով ունի բանակցելու կարողություն ու միջազգային լայն մեծ կապեր։ Ուժեղ Հայաստանում այլևս թույլ չենք լինել։